Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվելու վտանգի սուրը ճոճում է Թեհրանի գլխի վերևում, սպառնում, վախեցնում հարձակվել իսրայելական ճակատով ու հասնել ուզածին միջուկային ծրագրի շուրջ նոր գործարքին։ Իրանը թարմացնում է զինանոցը, ստուգում երկրի զինված ուժերի ռազմական վիճակը ու ուղիղ ասում, սպառնալիքի ներքո բանակցել չեն պատրաստվում։ 2 օր է միջազգային մամուլը գրում է, թե Իրանն անգամ օդն է փակել, ինչն իհարկե հերքվեց, բայց փորձագետն Իրանից հաստատում է, Թեհրանը մինչև ատամները զինված է ու թեև Վաշինգտոնին առաջարկել է Օմանի միջոցով երկխոսել, զուգահեռ նաև պատրաստվում է հնարավոր հարձակման։ Թրամփը ավել է ուզում է Իրանը հերթիրների զրագիրել թողի եւ դիմադրական ուժերի աջակցությունը թողի դարաշրջանում եւ Իրանի համար դա անընդունելի է։ Մինչեւ սպառնալիքներ կան Իրանի դեմ, Իրանը պետք է զգոն լինի բոլոր սցենարների համար, այս պահին բոլոր իրազինված ուժերը բերել է պատրաստման իրավիճակում։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ամեն օր հրապարակային խոսքում պնդում են, վախեցնելու ու սպառնալու մոտեցումներն անընդունելի են համարում, միջնորդավորված բանակցությունն են համարում ելքը։ Փորձագետն ասում է, բացառված է, թե այս հարցում Իրանը որոշումը կփոխի, բայց Ամերիկայի անկանխատեսելի նախագահն այսօր արդեն հարցազրույցում Իրանի փոխարեն որոշել է անմիջնորդ խոսել պատրաստ են։ Մոռացեք նամակների մասին, ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել։ Իրանը ցանկանում էր միջնորդներ օգտագործել, կարծում եմ, որ դա իրոք անհրաժեշտ չէ։ Նրանք անհանգստացած են, կարծում եմ, որ նրանք իրենց խոցելի են զգում, եւ ես չեմ ուզում, որ այդ զգացողությունն ունենան։ Հնարավոր ռազմական սցենարի մասին խոսելիս քաղաքագետը նաև տարածաշրջանային այլ զարգացումներ է կանխատեսում ու կարծում է, թե բախումը չի սահմանափակվի Իսրայել-Իրան ճակատով։ Ասում է, բացված պատուհանը բաց չի թողնի նաև Ադրբեջանը։ Եթե Իրանը մի բան թույլանա, այդ վտանգը կա, որ Ադրբեջանը իր նեգերդումները իրականացնի եւ հնարավոր է Իսրայելը երկրորդ ճակատը ուզենա բազի Իրանի դեմ Անդրկովկասի, տեսնում ենք, որ զենք են գուտակում Ադրբեջանում, դա միայն Հայաստանի համար չի։ Առհասարակ թուրքական երկու պետությունների Ադրբեջանի եւ Թուրքիայի համար թուլացած Իրանը մեծ երազանք է, ինչը չեն էլ թաքցնում։ Այդ ընթացքում Միացյալ Նահանգները հավելյալ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք։ Տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ է ու գրեթե անկանխատեսելի զենքի թե խոսքի ուժին կդիմեն փաստացի հակամարտող կողմերը։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։